Ողջույն հարգելի հեռուստադիտող, ժողովրդական երգի ուղին է Շանթի եթերում։ Այս ուղին նրանց համար է, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց ազգային ակունքների, առանց մաքրամաքուր երգի։ Տաղավարում է մեր առաջին ուղեկիցը, ժողովրդական երգիչ նախագծի 3-րդ եթերաշրջանի մասնակից Եվա Եգանյան։ Բարի երեկո Եվա։ Բարի երեկո։ Ժպտում ես ինչպես միշտ։ Որովհետև շատ բարձր տրամադրություն ունեմ։ Ինչ ես հիշում, առաջին անգամ որոշեցիր մասնակցել նախագծին, ինչպես եկար, ինչու որոշեցիր, ինչ տվեց քեզ մասնակցությունը։ Կարելի է անվերջ խոսել։ Իմ կյանքի մի շատ մեծ ու շատ կարևոր իրադարձություն էր ժողովրդական երգի 3-րդ նախագիծը, որովհետև նախագծին մասնակցելուց հետո ինձ սկսեց ճանաչել մի հոծ բազմություն, ամբողջ աշխարհում դիտեցին, գնահատեցին, սիրեցին շատ կարճ ժամանակահատվածում։ Ինչու որոշեցիր մասնակցել նախագծին, միայն ճանաչելի լինելու համար։ Ոչ, քանի որ առանց երգի եւ երաժշտության ուղղակի իմ կյանքը չեմ պատկերացնում, երբ եղավ ժողովրդական երգիչ նախագիծը, որոշեցի մասնակցել, իմ ուժերը փորձել նաեւ ժողովրդական երգի մեջ, որովհետեւ մինչ դա ունեի սկզբում դասական վոկալի կրթություն, հետո էստրադային վոկալ, հետո կոնսերվատորիայում դասական կոմպոզիցիա, կոմպոզիտորի մասնագիտություն եւ մեծ սեր էր առաջացել իմ մեջ դեպի մեր ազգային երգն ու երաժշտությունը, երբ եղավ նախագիծը շատ ուրախացա եւ մի անգամից որոշեցի մասնակցել, փուլից փուլ անցա եւ միայն ուրախ եմ, որ այսօր այստեղ նստած եմ։ Առաջին ելույթդ հիշում ես։ Արդեն գալահամերգների մասին է խոսքս։ Այո, հիշում եմ։ Ինչ ապրումներ ունեի այդ ժամանակ։ Նախագծի առաջին ելույթի առաջի կատարողն էի ես այդ համերգին, հուզմունք կար բնականաբար, կար մեծ պատասխանատվություն եւ ոչ միայն առաջին ելույթից, այլ առհասարակ բոլոր ելույթներիս ժամանակ ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել իմ ամեն ելույթին, ամեն երգին եւ կատարմանը։ Որ երգներ, որ քեզ վստահված էր այդ օրը ներկայացնել։ Առաջին ելույթս գալահամերգների փուլում Նազելի Գրիգորյանի Մոշ աչքեր երգներ։
Առաջինը երգելը շատ երգիչների, արտիստների համար առաջինը ներկայանալը բավական բարդ է, որովհետև այդ հուզմունքը կա, հետո որ 1-2-3 երգ անցնում է, դու մի քիչ ավելի վստահությամբ ես կարծես, թե հետո աուրան է փոխվում, ավելի դրական ամեն ինչ դառնում, քո դեպքում դա հեշտ է, թե դժվար, մանավանդ երբ որ առաջին գալահամերգն է, չէ՞, այդ առաջինը մի տեսակ ուրիշ է։ Ուրիշ էր, բայց հավատացնում եմ, որ շատ հետաքրքիր, շատ բոլորը այսպես երեխեքը կուլիսում Եվա դու ես բացում, լավ կբացես, որ մենք էլ այդ էներգիան այնքան շատ դու տաս, որ մենք ստանանք ու կարծում եմ այդպես էլ եղավ, ամենայն դեպս ես այնքան ոգևորված եմ բեմ դուրս եկել։ Պատասխանատվությունը այդ դեպքում այո կրկնակի է լինում, քեզ մոտ իհարկե ստացվեց այնքան լավ երգել, որպեսզի բոլորը ոգեշնչվեն։ Շնորհակալ եմ։ Եթե մասնակիցն իր երգով ուզում է երաժշտին, ուրեմն դա արդեն հաղթանակ է։ Այս խոսքերը հնչեցին Եվայի ելույթից հետո։ Գոհ էր նաև երաժշտության հեղինակը։ Դիտենք այժմ այդ կատարումը։ Գևորգ Մանասյան, Հովհաննես Շիրազ, Դարդը Ստվի Հովերին։ Ստվի հովերին, հովերը չարան, դարդը ստվի ծովերին, ծովերը չարան, դարդը ստվի ընկերիս, ընկերս չարան, Stay
Դարդը ստվի հովերին, բնական է դու այս տարիքում դեռ դարդր չունես և փառք Աստծո, որոշ բաներ, որոնք քեզ տխրեցնում են, ում հետ ես այդ մասին խոսում, ում հետ ես կարողանում կիսվել և գտնել այդ հանգստությունը։ Առաջին հերթին փորձում եմ նեղություն չտալ մարդկանց իմ խնդիրներով, բոլորս ունենք գոնե փոքրիկ խնդիրներ, առաջին իմ մեջ եմ ինքս փորձում լուծել, բայց իմ ամենահարազատ, ամենամտերիմ ընկերուհին, բարեկամը, մայրիկը, դա իմ մաման է, իմ ամեն ինչը, իմ աշխարհը, իմ մայրն է, որ ամենափոքր բան ասում, մամա, գիտես, ես ուզում եմ ինձ օգնես, ես ինչ անեմ, ու առհասարակ մաման աչքերիս մեջ նայելով ամեն ինչ կռահում է, ասում է, այսօր քո տրամադրությունը տեղը չի, կամ նույնիսկ նկարներով, նույնիսկ եթերով, ամեն ինչով ասում է չես խաբի ինձ։ Միակ մարդն է, որին ես չեմ կարող կյանքում խաբել ու փառք Աստծո, որ ես ունեմ նման ծնողներ իմ կողքին։ Այո, բոլորիս մայրերը կարծում եմ անփոխարինելի են մեզ համար, ինչը կարող է տխրեցնել Եվային և ինչը կարող է նրան ուրախացնել այսօր։ Ինձ ամենաչնչին լավ բանը կարող է ուրախացնել։ Ես մի բան հասկացա, որ մարդիկ կարող են մի բանով զարմացնել լավ մարդ լինելով։ Այսօր դա մեր իրականության մեջ շատ է հետ մղվել։ Ես ուզում եմ, որ մարդիկ լինեն ավելի բարի, ավելի կամեցող, ավելի անկեղծ, նույնիսկ անկեղծ վատի մեջ, եթե իսկապես վատն են, չթաքցնեն, դա չքողարկեն լավի տակ, հա։ Ես անկեղծության պակաս եմ զգում ու շատ կուզենամ, որ մարդիկ լինեն ավելի բարի ու լավը, բայց կարող եմ մի բան ասել, որ իմ շրջապատի են մարդիկ, որոնց հետ ես հանգիստ եմ, սիրում եմ, որոնք շատ են, իրենք լավն են։ Նմանը ձգում է նմանին։ Շնորհակալ եմ։ Անցնենք առաջ։ Այս ելույթը դարձավ համերգի ռոքային վերջաբան, և եթե ներկա լիներ Աշուղ Խայաթը, դժվարությամբ կճանաչեր սեփական երգը։ Սարի Աստղիկ երգի մասին է խոսքը այժմ, դիտենք միասին։ Yar, 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 her sireluz çemden
Եվա երրորդ եթերաշրջանից հետո Սարի Աստղիկ ասելով բոլորը պատկերացնում են Եվա Եգանյան, Եվա Եգանյան ասելով պատկերացնում են Սարի Աստղիկ եւ կարծում եմ թե բոլորը նաեւ մտածում էին որ այս երգի հիման վրա անպայման տեսահոլովակ կնկարահանես, սակայն ունեցար տեսահոլովակներ այլ երգերի։ Հիման վրա ինչու ինչն է պատճառը, այն բարդ է տեսահոլովակ դառնալու համար թե կգա ժամանակը դա էլ կդառնա։ Ասեմ որ երգը Սարի Աստղիկ երգը շատ մեծ ոգևորությամբ եմ երգել ու այդ երգը անպայման զետեղվելու է իմ ձայնասկավառակի մեջ։ Մտածել եմ տեսահոլովակի մասին, բայց այնպես ստացվեց, որ առաջին իմ անհատական տեսահոլովակը եղավ Երկիր իմ սուրբ երգը, որի երաժշտության հեղինակը ես ինքս եմ։ Այժմ առաջարկում եմ այն դիտել միասին, ինչից հետո կշարունակենք մեր զրույցը։ Չվհատվես երկիր իմ սուրբ, մրգահույս
Սոցցանցում այս երգից տեսահոլովակը երբ արդեն պատրաստ էր, մեկը գրել էր, որ շատ մեծ ցանկություն ունեցա վերադառնալ իմ հարազատ հայրենիք, իմ երկիր։ Ինչ է սա քեզ համար, երբ երգդ կարող է վերադարձի կանչ դառնալ։ Մեծ ուրախություն է ինձ համար, որ կարող եմ երգի միջոցով հայերին նորից Հայաստան կանչել։ Դիտարկել ես այն փաստը, որ հնարավոր է մի օր ապրել դրսում, էլի երգել ժողովրդական երգեր, բայց չլինել հայրենիքում։ Չեմ ուզում մտածել այդ մասին, որովհետև առաջարկներ եղել են, բայց ես չեմ պատկերացնում ինձ մեկ այլ երկրում ապրելուց, որովհետև այնքան եմ կապված իմ հայրենիքին, իմ հողու ջրին, որ Աստված չանի գա մի օր, որ ես ստիպված լինեմ ընտրության առաջ կանգնել։ Այո, թող որ չգա այդ օրը։ Անցնենք առաջ։ Պրոֆեսիոնալները գտնում են, որ նմանակումը հավասար է անձնասպանության։ Իսկ Եվայի այս կատարումը շատ ինքնատիպ էր։ Նա չկորցրեց իր տեսակը, ինչը շատ կարևոր է։ Ավետիք Իսահակյան, Արոստամյան, Սիրեցի երեստարան։
Ինչով է երգին օգնում կամ խանգարում սիրահարված լինելը ըստ քեզ։ Կարծում եմ չի խանգարում, օգնում է, քանի որ եթե սիրահարված ես, պարտադիր չէ մի անձի սիրես, պարտադիր է ուղղակի մեջդ մեծ սեր ունենաս, բնության, մարդկանց, հայրենիքի, այո, եւ ուղղակի երբ որ մեջդ սիրով է լցված եւ բարությամբ ամեն երգ հոգուց է դուրս գալիս եւ ինչքան մաքուր է հոգիդ, այնքան մաքուր երգը դուրս կգա, դա ըստ իս։ Ինձ մոտ եւ կարծում եմ շատ-շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ դու ապրում ես միայն երգով, ինչպես է ընթանում քո կյանքը երգից դուրս։ Ինչով ես դու սիրում զբաղվել, ինչ ես անում։ Գիտեմ նաեւ, որ աշխատում ես Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլում։ Անի ջան, շատ բաներով եմ զբաղվում, ճիշտ եք, իմ առօրյան երաժշտության մեջ է ընթանում, քանի որ ես ստեղծագործում եմ, ստեղծագործող մարդ եմ, ավելի շատ նաև ստեղծագործում եմ գործիքային գործեր, երգից զատ, գործիքային բազմաթիվ ստեղծագործությունների Միևնույն է երաժշտության մեջ եմ, այո, շատ սիրում եմ արվեստի տարբեր ճյուղեր ու նաև պարով եմ զբաղվում այս պահին նաև։ Դե մեզ համար գաղտնիք չէ, որ դու շատ լավ պարում ես, այլ նախագծերում եւս տեսել ենք, ինչ պարավոճով ես այժմ զբաղվում։ Տարբեր պարերով, բայց շեշտը ավելի շատ հայկական պարի վրա է դրված, որովհետև ես քանի որ հայ երգ եմ ներկայացնում, բեմում նաև շատ հաճելի է, երբ միջնանվագների ժամանակ դու պարում ես եւ նաև նա է կարևոր, որ պարես ճիշտ, որպեսզի մասնագետները չասեն ուղղակի ձեռքերը բարձրացեց, մի երկու շարժում արեց, չէ։ Փորձում եմ դրա մեջ էլ ինչ-որ որոշակի պրոֆեսիոնալիզմ դնեմ։ Շատ լավ, ճիշտ ընտրություն, ճիշտ որոշում։ Անցնենք առաջ, գեղեցիկ հայուհի, գեղեցիկ ելույթ դրան գումարվեց նաև մի շատ կարևոր շնորհք, բնատուր շնորհք։ Եվան գիտի թե ինչպես աշխատել նվագախմբի հետ, դա ոչ բոլորին է հատուկ։ Սայաթ Նովա, յարեներված եմ։
Նախագծում քո ամենահիշարժան օրը ո՞րն է եղել։ Բոլոր օրերն են հիշարժան եղել ինձ համար, բոլոր գալահամերգների օրերը, ամեն օր մի գույնով հիշում եմ, մի տրամադրությամբ հիշում եմ, չեմ կարող մեկն առանձնացնել, բոլոր օրերն էլ շատ հետաքրքիր ու գեղեցիկ են եղել ինձ համար։ Կարևորը գիտեք, ես երգել եմ, քանի որ երգը սիրում եմ, իմ արյան մեջ երգն ու երաժշտությունն է և չեմ մրցել, չեմ նախանձել, չեմ մտածել, վայ, ես լավ երգեմ, չէ, ես ուղղակի երգել եմ, ուզում եմ երգեմ, այսպես կարող եմ ասել։ Մրցակցություն չի եղել ընդհանրապես։ Իմ մեջ չի եղել, ոչ, ինձ հետաքրքիր է եղել մի բան, որ ես լավ երգեմ։ Ինչպես կարելի է ամենակարևոր բանն էր դա գալ մրցույթի չմրցակցելով։ Այդ հարցը ինձ համար միշտ մեծագույն հարցական մի բան է, չէ որ մարդիկ կան ասում են, վայ, ես եկել եմ մասնակցել, ուղղակի մասնակցության նման բան չի եղել, ես եկել եմ մասնակցել հաղթելու համար և ամեն ելույթս երգել եմ հավաքված, հասկանալով ինչ եմ երգում, ինչի եմ կանգնած բեմի վրա, ինչ եմ ուզում հետո, այսպես է եղել ինձ մոտ, բայց չեմ մրցել։ Գուցե մրցել ես ինքդ քեզ հետ, ոչ թե դիմացինի հետ, որ ամեն օր ավելի լավը լինես, քան երեք։ Այո, ինքս ինձ հետ, ինքս իմ առաջ խնդիր դնելով, որ դու պիտի երգես լավ, դու պիտի ներկայանաս լավ, այսպես է եղել ինձ մոտ։ Լավ է, եկանք ընդհանուր հայտարարի։ Առաջարկում եմ անցնել առաջ։ Ամոսահյանը մի գեղեցիկ բանաստեղծություն ունի։ Հայաստան ասելիս աչքերս լցվում են։ Չգիտեմ ինչու է այսպես։ Ես նույնը կասեի Կոմիտասի դեպքում։ Եվան երգեց կռունկը, երգի մեջ դնելով իր ողջ ներաշխարը։ Դիտենք միասին։
Ինչ ես մտածում Կոմիտաս երգելուց առաջ, երգելիս եւ երգելուց հետո, արդեն։ Ինչ է Կոմիտասը քեզ համար։ Սրբություն եւ մեծություն։ Կոմիտաս չի կարելի ուղղակի երգել ամենտեղ անընդհատ ու ոնց ուզես։ Կոմիտաս պիտի երգես հասկանալով, Կոմիտաս պիտի երգես պատասխանատվությամբ։ Համաձայնել չեմ, որ Կոմիտաս վախենում են երգել, չէ, իմ ասածը դա չէ։ Կոմիտաս պետք է երգեն ուղղակի հայեցի, հայ բառը, հայ նոտան տեղ հասցնելով, ամբողջ հոգով ու նախ Կոմիտասին ճանաչելով, այլ ոչ թե ուղղակի ասես երգում եմ Կոմիտաս ու չիմանաս ով է Կոմիտասն ու ինչ է արել հայ ազգի համար։ Կան կարծիքներ, որ Կոմիտասը աղոթք է, հայի պատկերն է, համաձայն ես այդ կարծիքների հետ։ Անշուշտ։ Ասում են նաև Կոմիտաս երգելիս մաքրվում ես եւ սա է նաև բարդացնում երգիչների համար երգել Կոմիտաս, որովհետեւ ոչ բոլորն են դրան պատրաստ, ոչ բոլորն են պատրաստ մաքրվել բեմում։ Գուցե նաև սա է պատճառը։ Համաձայն եմ միանշանակ։ Նա կյանքում այնպիսին է, ինչպիսին բեմում, միշտ չափի մեջ, կիրթ եւ ինքնատիպ։ Այսպես գնահատեցին Եվային մասնագետները։ Եվ չսխալվեցին իհարկե։ Այս համերգին Եվան նոր կյանք տվեց մի երգի, որը վերջին տարիներին կարծես թե մոռացվել էր։ Ջիվանի, քո փափագով։ Սիրական ու
Եվա, քո որոշ երազանքներ արդեն կատարվել են, որն է հաջորդը։ Շատ նպատակներ ունեմ, երբեք չկա ինչ-որ մի սահման, որ վերջացավ, այսքան բան արել եմ լավ է, չէ, միշտ պիտի առաջ ձգտի գործող, երգչուհին, երաժիշտը, և ես ունեմ շատ նպատակներ իմ առաջ դրած, կապված այս ասպարեզի հետ, առաջիկայում ունեմ նկարահանելու նոր տեսահոլովակ, նոր շատ գեղեցիկ երգի հիման վրա, երգը հին երգ է, բոլորին շատ հայտնի, բայց նոր շունչ է տրված երգին գործիքավորման և կատարման միջոցով։ Որ երգն է, եթե չեմ գաղտնիք չէ։ ուզում բացել ճակերտները։ Նոր CD շնորհանդեսը կլինի աշնանը, նաև կան համերգային հյուրախաղեր։ Սիրուն աղջիկ, սերդ ընձի վարելա, խորոտիկ ծամով աղջիկ, պակըտ խելքը սարելա, սերդ սիրտս վարելա, վարել, վարել, վարելա, խելքս արել, տարելա, տարել, տարել, տարելա, էլի երթանք սուրբ նշան, տանք իրար սիրո նշան, էլի երթանք սուրբ նշան, տանք իրար սիրո նշան աղջիկ, սերդ ընձի վարելա, սոլերով նազով աղջիկ, պակըտ խելքը սարելա, սերդ սիրտս վարելա, վարել, վարել, վարելա, խելքը սարել, տարելա, տարել, տարել, տարելա, էլի երթանք սուրբ նշան, տանք իրար սիրո նշան, էլի երթանք սուրբ նշան, տանք իրար սիրո նշան Սիրո նշան, էլի երթանք սուրբ նշան, տանք իրար սիրո նշան մեր սրտերը վարելա Իրոջ բախտավոր ձեռքով սիրո դուռը տանելա Սերը մեզի վարելա, վարել, վարել, վարելա Խելքնից արել տարելա, տարել, տարել, տարելա Էլի երթանք սուրբ նշան, տանք իրար սիրո նշան Էլեք երթանք սուրբ նշան, օրհնեք մեր սիրո նշան Էլեք երթանք սուրբ նշան, օրհնեք մեր սիրո նշան Գիտեմ, որ այս պահին, եթե չեմ սխալվում, մեծագույն երազանքդ, որ անպայման ուզում ես այս տարի իրականացնել, մենահամերգն է։ Կան արդեն առաջիկայում պլաններ այս հարցը իրականացնելու համար, այս ցանկությունը դեռ ոչ։ Այո, աշխատանքները դեռ չեն ընթանում, բայց կան պլանավորված որոշակի փուլեր, որից հետո կլինի մենահամերգ անպայման CD շնորհանդեսից հետո։ Ուրեմն անհամբեր սպասում ենք։ Մեծ սիրով կհրավիրեմ։
Եվ այն բնորոշ է ինքնամոռաց երգելը, տրվում է խոսքին, երաժշտությանը և վերադառնում է վերջին նոտայի հետ։ Լսենք հաջորդ հուզիչ և շատ հմայիչ կատարումը։ Ամեն տեսակ երգ երգեցի, Վլադիլեն Բալյան, Չարենց։ Ինչ ես կարծում, իսկապես երգիչը պետք է ամեն տեսակ երգ երգի։
Պարտադիր չէ, պիտի երգի իր հոգու երգը։ Որն է քո հոգու երգը։ Իմ հոգու երգը առաջին հերթին կարող եմ ասել, որ նա ինչ որ ես այսօր երգում եմ, ժողովրդական գուսանական երգը։ Այն երգը, որը գալիս է իմ արմատներից, այն երգը, որով ես աշխարհին ունեմ ասելիք, որ ես հայ եմ, սա իմ արվեստը, իմ երգը, այն երգը, որը դարեր ի վեր եկել է։ Ունենք այժմ հնարավորություն լսելու դարեր ի վեր եկած որևէ երգ քո շուրթերից այս պահին։ Իհարկե։ Ամպերն էլան բլուր բլուր մասի սարի կատարեն ախ իմ սիրտը կարոտ մնաց իմ թարլան են իմ յարեն ախ իմ սիրտը իմ թարլան են իմ յարեն։ Բրավո։ Աշուխ Շերամի երգացանկից։ Կարող ենք ասել, որ Աշուխ Շերամի երգացանկը քեզ առավել հոգեհարազատ է, որովհետև ավելի ռոմանտիկ է եւ բոլոր աշուկներից գուսաններից կան երգեր, որոնք առավել հոգեհարազատ են, ինձ չեմ կարող ասել, որովհետև նաև շատ եմ սիրում Գուսան Աշոտին, անչափ շատ եմ սիրում։ Ջիվանուն չառանձնացնենք, Սայաթնովա չառանձնացնենք, դրա համար չեմ կարող առանձնացնել մեկին, ուղղակի բոլորից կան երգեր, որոնք առավել հոգեհարազատ են եւ իմն են։ Աշուղներին, այո, չես առանձնացնում, բայց դա երգերի տեսակից է կախված, թե նրանք կարող են շատ տարբեր լինեն իրարից, պարզապես քո հոգուն դիպչում են։ Այո, կարող են տարբեր լինել, բայց ինձ բնորոշ է ավելի շատ ադլիբիտում երգերը, լիրիկական այսպես հոսուն, ծորուն երգերը, խորը հուզական երգերը, մեծ դիապազոնով երգերը, որի մեջ ունես դու կատարելու բան, ցույց տալու բան։ Եվ այո, այդ երգերը իսկապես հիանալի են դառնում քո կատարմամբ։ Շնորհակալ եմ։ Նախագծի շրջանակներում բոլորին ընդունված է անվանել մասնակից, սակայն եւ այս ելույթից հետո պրոֆեսիոնալները գտան, որ բեմում կանգնած է կայացած եւ պատրաստի երգչուհի։ Չափազանց բարձր գնահատական է մասնակցի համար։ Աշուխ Շերամ, քեզանից մաս չունիմ։
Ինչ ունես ավելացնելու, ինչ ունես ասելու քո հեռուստադիտողին։ Միայն մեկ բան, որ շատ եմ սիրում բոլորին, բոլորին, անչափ շատ եմ սիրում, առավել ևս իմ երգը սիրողներին, ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել ու ասել, որ ես երբեք չեմ կորելու, միշտ կլինեմ եթերին, միշտ կունենամ նորություններ եւ նոր երգերով, նոր տեսահոլովակներով, գեղեցիկ նորություններով հանդես կգամ։ Դու միշտ սպասված ես եթերում եւ վերջերս նաեւ ունեցար տեսահոլովակի պրեմիերա, կխնդրեմ նաեւ այս մասին մանրամասնես։ Այո, շատ գեղեցիկ ու հաճելի անակնկալ եղավ ինձ համար երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ Գրիգոր Բանանցը հեռավոր Կանադայից ինձ որպես երգչուհի գտավ եւ իր երգը առաջարկեց, ասելով, որ ինձ համար է գրել։ Երգը լսեցի, շատ հավանեցի եւ որոշեցի, որ կյանք տամ այս երգին տեսահոլովակի միջոցով, որովհետեւ շատ երկար ապրի։ Եվ այդպես նկարեցինք տեսահոլովակը եւ հանձնեցի հանդիսատեսի դատին։ Այո, ես քեզ հաջողություն եմ մաղթում, հուսով եմ, որ քո բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ կպսակվեն եւ այժմ մենք ունենք հնարավորություն դիտելու այդ տեսահոլովակը։ Թողիր անգյու